Աստված գիտի, նա գիտի, որ քեզ թվում է, թե ձախողվել ես, նա գիտի այն պահերի մասին, որոնց մասին չես կարող խոսել, գիտի այն արտասուքի մասին, որ թափում ես լռությամբ, և այն բեռի մասին, որ կրում ես, երբ ոչ ոք չի տեսնում, նա գիտի, որ փորձել ես լինել ուժեղ, փորձել ես առաջ շարժվել, փորձել ես ամեն ինչ հաղթահարել, բայց դեռ զգում ես, որ փլուզվում ես, դու սխալ ուղիներ ես ընտրել, վստահել ես այն մարդկանց, ում չպետք է վստահեիր, դու համակերպվել ես նվազագույնի հետ, որովհետև չես հավատացել, որ արժանի ես ավելիին, դու վատնել ես ժամանակ, կորցրել ես ուշադրությունդ, ցավ պատճառել մարդկանց, գուցե նույնիսկ ինքդ քեզ, եղել է մի շրջան, որ հրաժարվել ես ինքդ քեզնից, միգուցե նաև Աստծուց, բայց գիտես ինչ, նա երբեք քեզ չի լքել։ Հիսուսի արյունը բավական էր, բավարար է հիմա և կլինի հավիտյան, դա է այն, ինչ պետք է հիշես։ Ձախողումը ճամփորդության մասն է, ամեն մեկը, ում հիանում ես, ամեն մեծ առաջնորդ, ամեն ուժեղ հավատացյալ, ամեն հաջողված մարդ անցել է պահերի միջով, երբ մտածել է, որ ամեն ինչ ավարտվել է, բայց Աստված ունի սովորություն, օգտագործելու կոտրվածներին, շրջելու պատմությունը, օգտագործելու այն, ինչ թշնամին նախատեսել էր չարիքի համար և դարձնելու դա կյանքի աղբյուր։ Իսկ ճշմարտությունն այն է, որ բոլորն են անցնում այդ ճանապարհով, բոլորն են սխալվում, կարծում ես, թե ամեն ինչ փչացրել ես, որ բաց ես թողել քո հնարավորությունը։ Գիշերներ են եղել, երբ անկողնում պառկած նայել ես առաստաղին, մտածելով, արդյոք երբևէ կվերականգնվես, բայց տես, Աստված չի սպասում մեր կատարելությանը, նա հանդիպում է մեզ, դու վերջապես խառնաշփոթը կտաս Աստծուն, նա կվերադարձնի քեզ քո նպատակը, սա վերջը չէ, սա շրջադարձային կետ է, քո ցավի մյուս կողմում սպասում է մի տարբերակ քեզնից ավելի ուժեղ, ավելի իմաստուն, ավելի հաստատուն և ավելի օծյալ, քան երբևէ եղել ես, բայց պետք է շարունակես քայլել, մի կանգնիր անցածի վրա, մի կառուցիր տուն ամոթի մեջ։ Եվ այո, անկեղծ լինենք, բոլորս էլ սխալներ են գործել, բայց սխալները չեղյալ չեն հայտարարում մեր կոչումը, ձախողումը չի ջնջում Աստծո խոստումները, նրա շնորհը փխրուն չէ, նրա ծրագրերը կախված չեն քո կատարելությունից։ Դադարիր քեզ անվանել այնպիսի բառերով, որոնցով Աստված քեզ երբեք չի անվանել, նա քեզ կոչում է ընտրյալ, ներում ստացած, փրկագնված, սիրված, դու պարզապես ձախողված մեկը չես, դու վերակառուցվող մարդ ես, դու մշակվում ես, դու վերակերտվում ես, ուրեմն շունչ քաշիր, թող հպարտությունդ, մաքրիր դեմքդ, ուժեղացրա ուսերդ և հիշեցրու ինքդ քեզ, թե ով ես դու Աստծո զավակն ես, դու դեռ շարունակում ես աճել, դու դեռ կանչված ես, դու դեռ գտնվում ես պատմության մեջ, դու սխալ չես, դու քո սխալները չես, դու քո անցյալը չես, դու ձախողում չես, դու պարզապես ճանապարհի ու ընթացքի մեջ ես, և Աստված ավարտում է այն ամենը, ինչ սկսել է, ուրեմն քաջալերվիր, նայիր քո ձախողմանը ուղիղ աչքերով, մի փախչիր դրանից, մի մերժիր այն, նայիր դրան և ասա, դու տեղի ունեցար, բայց դու ինձ չես պատկանում, դու սխալվել ես, դու թերի ես եղել, դու որոշումներ ես կայացել, որոնք քո հոգու մեջ ճաքեր են թողել, բայց հիմա դու դրա դեմ ես կանգնել, ժամանակն է բարձրանալու, ոչ ամոթով, ոչ վախով, այլ քաջությամբ, որովհետև այն, ինչ Աստված դեռ պատրաստել է քեզ համար, չեղարկված չէ քո ձախողման պատճառով, ներիր ինքդ քեզ, թող դա լինի առաջին քայլդ, գիտեմ, որ քո մտքում կա մի ձայն, որը կրկնում է քո բոլոր սխալ քայլերը, բոլոր բաց թողած հնարավորությունները, բայց դու չես կարող բուժվել շարունակելով քեզ սպանել մեղքի զգացումով, Աստված արդեն ներել է քեզ, նա արդեն առաջ է շարժվել և հիմա նա հրավիրում է քեզ անել նույնը, դու այն չես, ինչ արել ես, դու այն ես, ինչ սովորել ես դրանից, նորից եմ կրկնում, դու այն ես, ինչ սովորել ես քո ձախողումներից,
Ուրեմն վերցրու պատասխանատվությունը, բայց մի կրիր այն որպես քո անուն։ Այն, ինչ տեղի է ունեցել, կարող է ձևավորել քեզ, բայց չի սահմանափակում քեզ։ Դու դեռ Աստծու ձեռքում ես, նա, ով անհավատալի գլուխգործոցներ է ստեղծում քաոսից։ Եվ եթե դու խուսափել ես Աստծուց, հասկանում եմ, գուցե կարծում էիր, որ նա այլևս չի ցանկանում լսել քեզ, բայց լսիր, Աստված երբեք չի հեռանում, նա մնացել է նույնիսկ քո մութ պահերում, նա երբեք չի դադարել կանչել քո անունը, քեզ պետք չեն բարձր խոսքեր, քեզ պետք չեն ինքնակատարելագործման քայլեր, քեզ պարզապես պետք է ներկայանալ եւ ասել. Տեր, ես այստեղ եմ, ես քո կարիքն ունեմ, սա է ամենը, ինչ պետք է, եւ հետո սկսիր շարժվել, թեկուզ դանդաղ, թեկուզ սասանվող քայլերով, թեկուզ քայլ առ քայլ, սա է ամեն ինչ պետք է։ Եվ երբ քայլում ես, մի քայլիր միայնակ, մեկուսացումը կփորձի քեզ խաբել, ասելով, որ ոչ ոք քեզ չի հասկանում, որ դու շատ հեռու ես գնացել, սա թակարդ է, քեզ մարդիկ են պետք, քեզ ծածկույթ է պետք, քեզ պետք է, որ ճշմարտությունը ասվի քեզ, երբ քո սեփական ձայնը լռում է։ Ուրեմն գտիր համայնք, թող քեզ տեսնեն, որովհետև երբ որ ցավը կիսում եք երկուսով, այն ավելի է թեթևանում։ Եվ երբ փոշինը սկսի նստել, երբ սիրտդ սկսի ավելի ուժեղ բաբախել, օգտագործիր քո անցած փորձությունները, քո ձախողումը զուր չի եղել, դա քո վկայության մասն է, եւ այնտեղ ինչ որ մեկը հիմա գտնվում է այնտեղում, որտեղ դու էիր։ Քո անկեղծությունը կարող է նրանց համար լույս լինել, քեզ պետք չէ լինել կատարյալ, ազդեցիկ լինելու համար, պարզապես պետք է լինել իրական։ Եվ այս ամբողջ ընթացքում մի մոռացիր, ով է քո հայրը, նա այն Աստվածն է, որ գիտեր քո բոլոր շրջադարձերի մասին, դեռ մինչ դու դրանք անեիր եւ դեռ ընտրեց գրի առնել քո անունը նպատակով, նա դեռ ընտրեց քեզ կանչել, նա ընտրեց քեզ սիրել։ Այո, դու ընկել ես, բայց սա քո պատմության վերջը չէ։ Սա այն գլուխն է, որտեղ ամեն ինչ փոխվում է, որտեղ Աստված ապացուցում է, որ նա ոչ միայն վերականգնում է, այլև փրկում։ Ուրեմն վեր կաց, մաքրիր դեմքդ, ուղղիր քո պսակը, որովհետև սա քո բարձրացման սկիզբն է, դու կարող ես։